Գոյամարտ հեռուստասերիալի վերջին իրադարձություններն ուղղակի ցնցեցին բոլորիս, ապացուցելով, որ կյանքում ամենամեծ ու անբուժելի վերքերը մարդուն հասցնում են հենց ամենահարազատները։ Այսօր մենք ականատես եղանք արժեհամակարգերի փլուզմանը, ցավոտ ճշմարտության բացահայտմանն ու արդարության բումերանգի հարվածին։ Իննայի կերպարում վերջապես տեղի ունեցավ այն երկար սպասված և կարևոր հոգեբանական բեկումը։ Տեսնելով, թե ինչպես է ամուսինը ձեռք բարձրացնում սեփական դստեր վրա, մոր և կնոջ նրա համբերության բաժակը վերջնականապես լցվեց։ Որքան էլ Հունանը փորձում էր արդարանալ, թե իբր Լեան է իրեն հունից հանել, Իննան հասկացավ մի պարզ ու անբեկանելի ճշմարտություն. բռնությունը ոչ մի պարագայում արդարացում չունի։ Առանց երկար մտածելու մայր և դուստր լքում են այդ թունավոր տունը։ Հունանը, հասկանալով, որ կորցնում է իր կյանքի միակ հենարանն ու իրական սերը, գնում է կնոջ հետևից։ Նա աղերսում է Իննային վերադառնալ, խոստովանելով, որ չի կարող ապրել առանց նրա։ Սակայն Իննան այլևս նախկին կույր ու հնազանդ կինը չէ։ Նա Հունանի առաջ դնում է ամենաճակատագրական պայմանը։ Ինքը կվերադառնա տուն միայն ու միայն այն դեպքում, եթե Հունանը Լեային բացահայտի այն իրական և արյունոտ պատճառը, թե ինչու է ինքն այդքան կատաղի կերպով դեմ Լեոյի ու Լեայի միությանը։ Հունանը, հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված համաձայնում է։ Երբ Լեան վերադառնում է Լեոյի հետ հանդիպումից, հայրը նրա դեմքին է շպրտում իր կյանքի ամենասարսափելի մեղքը։ Հենց ինքն է տարիներ առաջ սպանել Լեոյի հորը։ Այս խոստովանությունը Լեայի համար դառնում է կործանարար շոկ։ Խեղճ աղջիկը հայտնվում է կատարյալ դատարկության և ցավի մեջ։ Սա վերջնականապես բացատրում և արդարացնում է նրա հեռանալը երկրից։ Լեան հավաքում է ճամպրուկը ոչ թե հոր պարտադրանքով, այլ այն ծանր ու անտանելի բեռի պատճառով, որ ինքն ու իր միակ սերը ընդմիշտ բաժանված են արյունով։ Մինչ Լեան հեռանում է, Հունանի ներսում արթնանում է վրեժի նոր ծարավ։ Չներելով Լեոյին իր դստերը փախցնելու փորձի համար, նա որոշում է հարվածել հենց Լեոյի ընտանիքին, օգտագործելով մանանին։ Հունանը Գրիշոյին հրահանգում է աղջկան բերել իրենց տուն։ Կուրացած սիրուց և երջանկությունից Գրիշոն մանանին բերում է մակունցների առանձնատուն, բայց այստեղ սկսվում է իսկական հոգեբանական դժոխքը։ Հունանը նպատակաուղղված ամեն վայրկյան վիրավորում, ստորացնում և ոչնչացնում է մանանին։ Իսկ Գրիշոն ցուցաբերում է իր կյանքի ամենամեծ տղամարդկային թուլությունը։ Փոխանակ պաշտպանելու իր սիրած կնոջը, նա չի համարձակվում դուրս գալ հոր դեմ և շարունակաբար արդարացնում է նրան։ Արժանապատվություն ունեցող մանանը չի դիմանում այս նվաստացումներին և վերջնականապես հեռանում է այդ անիծված տանից։ Սա դառնում է Գրիշոյի կործանման սկիզբը։ Կորցնելով մանանին, նա տրվում է խմիչքին, սեփական ցավը խեղդելով ալկոհոլի մեջ։ Իսկ մյուս ճակատում ականատես ենք լինում ճակատագրի աներևակայելի և հեգնական շրջադարձին։ Հունանը, հավատարիմ իր դաժան խաղերին, այնպիսի նենգ ծուղակ է լարում Ավոյի դեմ, որ վերջինս հայտնվում է կատարյալ անդունդում։ Կորցնելով ամեն ինչ և չունենալով գնալու ոչ մի տեղ, խայտառակված Ավոն ստիպված է լինում վերադառնալ այնտեղ, որտեղից միշտ փախչում էր՝ իր հայրական տուն։ Եվ որքան էլ պարադոքսալ է, նրան ընդունում և սկսում են հոգատարությամբ խնամել Դավիթը, Լեոն և Դավիթ պապիկը, մարդիկ, ում նա այդքան ցավ էր պատճառել։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, Գրիշոն կկարողանա երբևէ ներել հորը իր սերը կործանելու համար։ Եվ արդյոք Սարգսյանների հոգատարությունը կփոխի Ավոյի հրեշավոր տեսակը։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։